ուրեմն նայելու։ Հա։ Դե գիտանցինք։ Որևէ մեկը մինչ այսօր չգիտի պատասխանը, բայց ես կարծում եմ այն, ինչ ուզում է կինը։ Կինը ուզում է երջանկություն։ Ամեն ինչ։ Սեր, ներդաշնակություն։ Կինը ուզում է լինել շատ սիրված, շրջապատված իր հարազատ մարդկանցով, հասնել ամեն ինչ ժամանակին եւ որակով։ Կարծում եմ ամեն կին իր ցանկ ունի, բայց միանշանակ ամեն ինչ եւ միաժամանակ։ բալանս, Խաղաղություն ամենեցուն։ Ստաբիլ երջանկություն։ Լինել ներդաշնակ բոլոր դրսևորումներում։ Բոլոր կանայք ուշադրության կարիք ունեն ու ուշադրություն են ավելի շատ ուզում։ Երջանկություն, խաղաղություն, առողջություն։ Կինն ուզում է սեր, գնահատանք, վստահություն, ապահովություն, գարուններ։ Կարծում եմ առաջնահերթ կինը ուզում է լինել ներդաշնակ սեփական եսի հետ։ Էություն եւ կեցային կինը, ով կարողանում է այդ բոլորը մեկտեղել։ Կոչում։ Դժվարանամ պատասխանել, բայց կարծում եմ դա մի մարդու տարբեր էություններ են։ Դերեր, իսկ կոչումը եւ էությունը մարդ լինելն է։ Ես կարծում եմ դա միանշանակ էություն է։ Եվ կոչում, պատվավոր կոչում։ Ավելի կարևոր էությունը, քան հենց կոչումը ավելի գալիս է ժամանակի հետ։ միանշանակ էություն։ Հերթափոխով եւ կոչում եւ էություն։ Եթե կին մայր, դա էություն։ Մնացածը կոչում։ Ղեկավար կին լինելու մեջ կարծում եմ էություն։ Կարծում եմ երջանկության բանաձևը ամբողջ կյանք եմ այդպես կարծել, սիրել կարողանալն է։ Դրա մեջ մի ամբողջ աշխարհ կա, թե գործը, թե սիրած տղամարդուն, թե երեխաներին, թե ծնողներին։ Լինել երևի թե ինքնաբավ եւ շրջապատված լինել սիրված մարդկանցով։ Պահել բալանս։ Երջանիկ եմ, քանի որ ունեմ շատ ինձ սիրող ընկերներ, լավ ընտանիք եւ լավ աշխատանք։ Լինել ներդաշնակ ինքս ինձ հետ եւ չանել ոչինչ պարտադրված։ Նպատակասլացություն եւ նվիրվածություն։ Ապրել հիմա եւ այժմ, չփորել անցյալը, հետևություններ անել ու գնալ առաջ եւ չապրել ապագայի տագնապներով ու վախերով։ Կրկին լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ։ Երջանկությունը պահը գտնելու, պահն ապրելու մեջ է։ Կարեկից լինելը, մյուսի ցավին հասկանալը ինձ թվում է երջանկության կբերի ու ավելի ուրախ լինել։ Սիրել, իսկապես կարողանալ սիրել եւ լինել սիրված բոլոր հարաբերություններում։ Ես ոգեշնչվում եմ իմ ինքնավստահությունից։ Աշխատանքի վայրում դա գոլեգաներն են, թիմն է, դա արած այդ աշխատանքն է, որը անում ես սիրով։ Մայրս, քույրս, հայտնի սիրելի կանայք, Ընտանիքը, հարազատները, challenging պրոյեկտները։ Ինձ ոգեշնչում են իմ ցանկությունները, ինձ ոգեշնչում են իմ երազանքները, իմ ձգտումները։ Եթե ունեմ այդ ձգտումը, ուրեմն ես անպայման պիտի հասնեմ դրան։ Իսկ եթե շատ ավելի առարկայական եւ ցուցումներով, ապա իմ ոգեշնչման ամենամեծ աղբյուրները այսօր երեխաներս են եւ երբևէ եղել են ծնված օրվանից։ Ես սիրում եմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանն ու րոպեն։ Կյանքը իմ ոգեշնչման ամենամեծ աղբյուրն է։ Սիրելի աշխատանք եւ հաջողակ ընտանիք։ Գրականություն, յոգա, նեյրոգրաֆիկա, աշխատանք, Իմ հարազատները եւ այն միջավայրը, որտեղ ես աշխատում եմ։ ներքին ու արտաքին բազմաթիվ աղբյուրներ կան, բայց հիմնական կարմիր թելով անցնող աղբյուրները միշտ մարդիկ են։ Վերջնական արդյունքից, որին որ ձգտում եմ, որը որ տեսնում եմ սկզբում, իսկ առօրյա կյանքում միանշանակ ընտանիքս, երեխաներս։ Ճանապարհորդել եւ բացահայտել նոր մարդկանց, նոր մշակույթներ, լեզուներ եւ նոր տեսարժան վայրեր։ արդյունք, որը ոգեշնչում է հետագա ոգեշնչման աղբյուրներ գտնելու համար։ Նոր մարտահրավերները։ Նոր բարձրունքների հասնելու հնարավորությունը։ Ամեն ինչ կարող է ինձ ոգեշնչի, նայած ինչի մասին է խոսքը, բնությունը, երջանիկ լինելը, հաջողակ լինելը ինձ կոգեշնչի։ Չկորցնել կանացիությունը համարձակության ճանապարհին։ Կարծում եմ լինել համարձակ եւ համառ։ Ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Ճկունությունը եւ ժամանակին համընթաց մնալու համար անհրաժեշտ է պահանջներ ունենալ ինքդ քո նկատմամբ։ Եթե ինքդ քո նկատմամբ ունես պահանջներ, ապա ժամանակը վտանգավոր չէ, երբեք։ Ես սիրում եմ իմ բոլոր ժամանակները։ Կանացիություն,
Մենք բիզնեսում այնքան ենք կորցնում մեր կանացիությունը, որովհետև ակտիվացնում ենք մեր տղամարդու էներգիան։ Multitasking, ամեն ինչ անել կարողանալ, ամեն ինչ միաժամանակ հասցնել։ Ինքնավստահությունը եւ ունակությունը որոշումներ կայացնելու ինքնուրույն։ Ամեն ինչ հասցնել ամեն տեղ։ Փափուկ ուժ, շրջապատված լինի իրեն սիրող եւ գնահատող մարդկանց։ Կանացիությունը եւ ինտելեկտը, Դիմացկունություն, հասցնել ամեն ինչ նույն պահին, նույն տեղում, արագ կազմակերպված։ Դատարկ բաներին ուշադրություն չդարձնել։ Ավելի քիչ վախենալ սխալներ գործելուց։ Լինել վստահ եւ անել այն, ինչից խուսափում ես կամ վախում ես։ Քիչ անհանգստացի։ Չվախենալ ամբիցիոզ նպատակներից։ Կանեմ այն, ինչ որ հիմա էի անում, կասեմ քայլիր վստահ եւ կհասնես քո ուզած նպատակներին։ Չվախենաս, ամեն ինչ ստացվելու է, ավելի հեշտ, քան կարծում ես։ Խորտ կտայի, որ շարունակել նույն կերպ, քանի որ ես տեսել եմ իր ապագան։ Միշտ հավատալ ներքին ձայնին։ Լինել ավելի համբերատար, միևնույն ժամանակ երբեք հետ չկանգնել երազանքներից։ Փորձիր միջև վերջ չկորցնել քո դեմքը։ Լավ կլինի, որ մենք չհանդիպենք, որովհետև մենք շատ կվիճենք իրար հետ։ Կասեի կեցես, հպարտանում եմ քեզանով։ Թումանյանն էլ իր մոր մասին ասում էր, որ նա իսկական սարի աղջիկ էր եւ գիր պախրիկով։ Ամեն մեկը ինչ կին տեսել է, այդպիսի կին նկարագրել է։ Միանշանակ համաձայն եմ։ Չէ, բացարձակ։ Ոչ, համարձակություն անունդ կին է։ Բացարձակ, ոչ։ Դժվար է այսօր իրականության մեջ կնոջը թույլ համարել։ Գուցե եթե երկրորդենք կարելի է ստացվի այսպես։ Թույլություն, եթե դու ուզում ես, դու կարող ես լինել կին կամ կին, եթե դու ընտրես այդ ճանապարհը, քեզ դա տրված է, կարող ես լինել թույլ, բայց թույլ են լինում միայն ամենաուժեղ կանայք։ Իհարկե։ Եթե տղամարդկանց համար երևի տղամարդկանց թույլությունն է, բայց կինը թույլ չի։ Թույլությունը դա սերից կախված չէ։ Շեքսպիրը տենց բան է ասել։ Միգուցե։ Միանշանակ ոչ, որովհետև ըստ իս կինը երբեք թույլ չի եղել։ Երբեք չդավաճանես ինքդ քեզ եւ այն սկզբունքները, որոնք կյանքի ընթացքում ձեռք ես բերել։ Ազնվություն։ Իմ սկզբունքներին չդավաճանել, որոնք շատ են, բայց առհասարակ լինել ազնիվ, լինել օբյեկտիվ։ Երկար չմնալ կոմֆորտ զոնայում, այն լճացնում է։ Ազնվություն, երևի դա ամենակարևորն է։ Ուղղախոսություն, կարգապահություն, արդարություն։ Միշտ գնալ առաջ եւ միևնույն ժամանակ լինել հենց սկզբունքային բոլոր հարցերում։ Հավատարմությունը եւ ազատություն։ Խոսքը պահելու, խոսքին տեր լինելու ունակություն։ Եթե դու երջանիկ ես, ուրեմն ճիշտ ես։ Բարդարձա։ Երևի ճիշտ։ Երջանիկ, որովհետև եթե դու եղար սխալ, դու երջանիկ չես լինի։ Եթե դու երջանիկ ես, ուրեմն դու արդեն ճիշտ ես, իսկ եթե դու ճիշտ ես, դու միանշանակ երջանիկ ես։ Երևի տարբեր կյանքի հատվածներում տարբեր պատասխան կտայի, այս պահին երջանիկ։ Իրենք մեկը մյուսով պայմանավորված են, առանց մեկը մյուսի հնարավոր չի երջանիկ լինել։ Իհարկե երջանիկ։ Ճիշտը սուբյեկտիվ է։ Լինել խաղաղ, ներքին ու արտաքին բոլոր աշխարհների հետ։ Ճիշտ, կինը արդեն երջանիկ է լինում։ Երջանիկ։ Եթե ճշտին հասնելն է երջանկացնելու այդ պահին քեզ, ինչու ոչ, գնալ ստանդարտներին դեմ եւ ընտրել լինել ճիշտը։ Երկուսը մեկը մյուսին չխանգարում։ Երջանկությունն այնտեղ է, որտեղ ճիշտն է։ Եթե երջանիկ ես, քայլերիդ մեջ վստահ ես ու ճիշտ ես ուրեմն։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև ինձ երբեք չի բավարարել 24 ժամը, բայց իմ կյանքի ամենատարբեր ժամանակահատվածներում ես միշտ ուզել եմ այն տրամադրել ոչ նույն ուղղությանը եւ նույն մարդկանց։ Սա շատ մարդկային է եւ շատ նման է մարդուն, հատկապես կնոջը։ Չի բավարարում միանշանակ եւ միանշանակ ընտանիքին կհատկացնեի։ Հիմա խոսում են աշխատանք եւ անձնական կյանքի ինտեգրում։ Կհատկացնեի այն ոլորտին, որտեղ առաջնահերթություն կար այս պահին։ Միանշանակ չի բավարարում եւ հավելյալ ժամը կտրամադրեի ընտանիքիս։ Եթե ունենայի հավելյալ 1 ժամ, դա կկիսեի եւ աշխատանքիս եւ ընտանիքիս միջև։ Միանշանակ ընտանիքին։ Եթե նույնիսկ ունենայի 1 ժամ, ապա հավասարաչափ ընտանիքիս եւ աշխատանքին։ Կուզենայի ասել, որ ինքնակրթությամբ կզբաղվեի, բայց ինքս ինձ լավ իմանալով հաստատ մի բանի վրա կծախսեի, որ հաճույք կտա։ Լինի դա գիրք, մի բաժագինի եւ նմանատիպ մի բան։ Կհատկացնեի ինքս ինձ,
Չի բավարարում բնականաբար, միշտ ուզում ես ավելին հասցնես անել։ Եթե 1 ժամ ավել ունենայի, հաստատ ընտանիք եւ անձնական կյանք։ Առողջ ապրելակերպին։ Միանշանակ ընտանիքին, բայց նայած որ կնոջը։ Մարդկա 24 ժամն էլ շատ է։ Իհարկե չի բավարարում, բայց կհատկացնե ընտանիքին։